Արդյունքների մասին խոսելը վաղ է, ես արդից օգտվելով կոչ եմ անում Գավառշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին անպայման մասնակցել ընտրությունների, որովհետև քեռակնոջ խնդրանքով ընտրության գնացողը արդեն իսկ գնացել է ընտրության, հորողպորտղու խնդրանքով ընտրության գնացողը խոստացել է, որ ժամը 3-ից հետո կգնա ընտրության, բաջանաղի խնդրանքով ընտրության գնացողը գնացել է ընտրության։ Գավառշապատ խոշորացված համայնքի բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենց քվեից է կախված իրենց ապագան եւ այս խաթերով վախով ընտրության գնացողների ճանապարհը փակելու մի տարբերակ կա, դա ընտրություններին ակտիվորեն մասնակցելն է։ Պարոն Մկրտչյան, բացարձակ հաղթանակ չտանելու, բացարձակ մեծամասնություն չկազմելու դեպքում, որ ուժերի հետ եք պատրաստվում դարձել կազմել կամ որ ուժերի հետ եք պատրաստվում գործակցել։ Քիչ առաջ իր ընտրությունից հետո Նատալիա Շիրմախակյանը միանշանակ համոզմունք է հայտնում, որ քաղաքացիական պայմանագիրը բացարձակ հաղթանակ է տանելու եւ որևէ ուժի հետ գործակցության մասին սցենար անգամ չէին ներկայացրել։ Ես էլ եմ միանշանակ պնդում, որ գնում եմ 50+1% քվե արձանագրելու, հստակ կարող եմ ֆիքսել, որ երկու ձեռքս կկտրեմ, բայց քոչարյանասերժական եւ պրոռուսական ուժերի տեխնացուների ձեռքը չեմ սեղմի քաղաքական առումով, իսկ թե ինչ կլինի, եթե 50+1%-ով որևէ ուժի չհաջողվի քվե ստանալ եւ մեծամասնություն ձևավորել, դա եկեք թողնենք ընտրություններից հետո թող տեխնացուները պատասխանեն։ Ես հստակ եմ, որ քոչարյանասերժական եւ պրոռուսական տեխնացուների ձեռքը քաղաքական առումով չեմ պատրաստվում սեղմել որևէ պարագայում։ Մենք նկատեցինք, որ հանձնաժողովի անդամը Երևանի ավականու անդամ Անի Խաչատրյանը պատրաստվում է Երևանի ավականու նման քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ դաշինք կազմել։ Հստակ է, որ Երևանի օրինակով պատրաստվում ենք Գավառշապատը Գյումրի 2 չդարձնել եւ թույլ չտալ, որ Գյումրի 2 դարձնեն, պատրաստվում ենք Երևանի օրինակով պրոռուսական եւ Կիրիենկոյամերձ տեխնացուներին թույլ չտալ Գավառշապատում իշխանություն ձևավորել, իսկ թե ով կընտրվի այդ պատրաստակամության արդյունքում քաղաքապետ, դա դուք հետընտրական process-ների ընթացքում կարծում եմ կտեսնեք։ Այսինքն միանում եք ԿՊ-ին։ Այսինքն ես գնում եմ 50+1% քվե ստանալու եւ բացարձակ մեծամասնությամբ քաղաքը կառավարելու։